Հարգելի գործընկերներ, ես շնորհակալություն հայտնեմ տնտեսական հարցերի հանձնաժողովի պատգամավորներին եւ պարոն Բադասյանին մեր այս ամբիոնից հնչեցրած մտահոգությունները հաշվի առնելու եւ այս ամբիոնից հնչեցրած մտահոգություններին լուծման համապատասխան նախագիծ ներկայացնելու համար։ Ինչու հիշեցնեմ նախորդ կամ դրանից առաջվա նիստում, չեմ հիշում որ նիստում ենք քննարկել, ոնց որ թե նախորդ նիստում մենք ինչ էինք ասում։ Մենք ասում էինք, որ այս նախագիծը ունի ֆիսկալ նպատակ եւ այս նախագծի նպատակն է ըստ էության մեր երկրի մաքսային տարածքը չվերածել ավտոկայանատեղի եւ որպես ապացույց հենց ինքս ես եւ այլ պատգամավորներ եւս այստեղից առաջարկեցին, որ դրա լավագույն ապացույցը կլինի այն, որ մի քանի օր, 1-2 օր, ես կարծեմ 2 օր եմ ասել կամ 3 օր, ըստ էության մաքսային տարածքում մարդիկ անվճար կայանեն, որովհետև դա այն ժամանակահատվածն է, ողջամիտ ժամանակահատվածն է, որի ընթացքում մարդը կարող է մաքսազերծում անել։ Հիմա բերել է, կարող է այդ օրը հարմար չի, հաջորդ օրը, այսինքն ճիշտ է, պարոն Բադասյանն ասում է 1 օրում կարող է անել, հիմա մարդը կարող է այդ օրը հարմար չի, հաջորդ օրը անի։ Այսինքն կարծում եմ 1-2 օր կարելի է ողջամիտ եւ 3 օր այս դեպքում ողջամիտ ժամանակահատված տան։ Դրանից հետո, այսինքն 3 օր եւ ավել դա արդեն ակնհայտորեն օրենսդիրի կամքը չարաշահել է եւ պետության մաքսային տարածքը որպես ավտոկայանատեղի ծառայեցնել է, ինչը կարծում եմ, որ բոլորիս համար ընդունելի չէ եւ եթե այդպես է, ուրեմն պետք է դրա համար վճարել։ Ես կարծում եմ, որ նախագիծը լավն է, համապատասխանում է բոլոր այն մտահոգությունների լուծմանը, որոնք որ այս ամբիոնից հնչել են եւ եւս մեկ անգամ նորից շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկեր պատգամավորներին տնտեսական հանձնաժողովից եւ պետական եկամուտների կոմիտեի պարոն Բադասյանին, որպեսզի որ մեր այսպես ասած առաջարկները, որոնք բանավոր կերպով հնչել են այստեղից, լուծվել են։ Կարծում եմ, որ պետք է դրական եզրակացության քվեի արժանանա այս նախագիծը։ Շնորհակալություն։